Ընտանիքի համար ոչ մեծ առանձնատուն կառուցողների գործը կհեշտանա։ Նկուղը չհաշված վերգետնյա 2 հարկով մինչև 300 քառակուսի մետր մակերեսով շինարարության համար թույլտվություններ ստանալու ժամկետն ու փաստաթղթերը պակասեցրել են, գործընթացը պարզեցրել, մարդկանց տեղեկացնում են քաղաքաշինության կոմիտեից։ Նպատակը մարզերի և Երևանի բնակչությանը հնարավորություն տալն է իրենց տնամերձ հողամասի վրա սեփական անկյուն հիմնելը։ Վարպետների ասած քարը քարին դնելու համար այլևս կարիք չի լինի պետական տարբեր դռներ թակել։ Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ բավական է անձը հայտ ներկայացնի համայնքի ղեկավարին։ Դիմողին ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու համար պաշտոնյան 7 օր ունի։ Նորամուծություններն է ներկայացնում քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը։ Տվյալ ժամկետը սպառվելուց հետո, անկախ այն բանից համայնքի ղեկավարը դրանք տրամադրում է իր ստորագրությամբ, թե չի տրամադրում, դրանք ժամկետը սպառվելուց հետո գեներացվում են ինքնաշխատ եղանակով։ Օրենքը համայնքապետի վրա է դրել նաև գազ, ջուր, էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններից անհրաժեշտ միացումները ստանալու գործը։ Այդ գլխացավանքից բնակչին ազատում են երկրի գրեթե բոլոր բնակավայրերի համար քաղշինի մշակած, գոտևորման, հակահրդեհային և տարբեր այլ նորմեր ներառող միկրոռեգիոնալ և գլխավոր հատակագծերը։ Դրանք արդեն իսկ երաշխավորում են միացումների տեխնիկական պայմաններն, այնպես որ բնակիչը սպասելու կարիք չունի, կարող է միանգամից սկսել հողային աշխատանքը։ Այս կարգավորումներով դրանք խոչընդոտ չեն հանդիսանում, որպեսզի կառուցապատողը բնակիչը, քաղաքացին, իր աշխատանքները մեկնարկի։ Դա գնում է արդեն զուգահեռ։ Նախկինում նա մինչև չստանար այդ բոլոր տվյալները, չէր կարող առաջադրանքը լրացված համարվեր։ Մյուս պարզեցումները։ Նախագծի փորձաքննության պահանջը փոխարինվել է այն մշակող արտոնագրված ճարտարապետի երաշխավորագրով։ Շինարարությունը վերջացնեն, ավարտական ակտը ևս ծրագիրն ինքնաշխատ է գեներացնելու թվարկում է Նունե Պետրոսյանը։ Ընդգծում տվյալ փոփոխությունները նախատեսված չեն ձեռնարկատիրական բիզնես շինարարության համար։ Պարզեցումից կարող են օգտվել միայն ընտանիքի համար տուն կառուցողները, եթե հողամասը ոչ գյուղատնտեսական, այլ հենց բնակելի նշանակության է։ Քանի որ թղթային ոչ մի գործընթաց կոմիտեն արդեն չունի, նոր կարգավորումների կիրառումն ապահովելու նպատակով սկսել են դրանք իրենց էլեկտրոնային հարթակ բեռնել։ Որոշման նախագիծը հաստատվել է, որը թվային հարթակում կիրառելու համար կգործի հունիսի 1-ից։ Կառուցապատման պարզեցված թույլտվություններից օգտվել բնակիչները կկարողանան Urban Permits.gov հարթակում։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան լուրեր։